յուրաքանչյուր դա կապ չունի ինչ ազգությամբ այդ մարդը, եթե ինքը ապրում է ինչ-որ մի երկրում ու համարում է այդ երկիրը իր հայրենիք, ու ինքը տղամարդ է, ինքը պարտադիր պիտի ընդգրկված լինի իր երկրի պաշտպանությանը, դա օրենք է երևի բոլոր պետությունների համար։ Երիոմինների ընտանիքում զինվորականի մասնագիտությունը փոխանցվել է ժառանգաբար։ Տիգրանը տարիներ առաջ հոր օրինակով որոշեց ընտրել զինվորականի մասնագիտություն։ Դեռ վաղ մանկության տարիներից երաժշտությամբ հետաքրքրված ու երաժիշտի կարիերայի մասին երազող Տիգրանը ժամկետային ծառայության տարիներին հասկացավ, որ այնինչ սկսվել է, այլևս կիսատ թողնել չի կարող։ Ծնվել եմ Վանաձորում 2004 թվականին, մեծացել եմ զինվորականի ընտանիքում։ Մայրս էլ ծառայության ստաժ ունի, ազդեցություն միանշանակ եղել է իմ որոշման ընդունելու համար, բայց ընդհանուր որոշումը ընդունել եմ, թե ընդունվեմ այստեղ ծառայության ժամանակ, երբ ես 23 թվականին մեկնեցի ծառայությանը։ Տիկինս էլ է զինծառայող, որպես մինչև զինծառայողն էլ դառնալը, ինքը դե սպայի կին է եղել, հիմա էլ կա, ու այդ դժվարությունը սպայի կնոջ, այդ կյանքը տենալով ինքը կտրուկ չէր ուզում, որ տղես ինչ-որ այդ ուղին ընտրի։ Տղես ինքը իրանը որոշել է այդ, որ պիտի դառնա սպա, իր որոշումը իմ համար շատ ուրախալի էր։ Երկրի պետության հարազատ ժողովրդի հանդեպ անվերապահ պարտքի գիտակցության իր ընկալումները մինչև անգամ հայրենիքի պաշտպանության համար մարտերում բազմիցս ապացուցած բարձրաստիճան զինվորականը, որ նաև խիստ պատասխանատու ստորաբաժանումներից մեկի ղեկավարն է, համոզված է հայրենիքի պաշտպանությունը պարզապես գործողություն չէ, որն ինչ-որ կետում սկսվում եւ մեկ այլ կետում ավարտվում է։ Այն շարունակական ընթացք է, որի տարբեր շրջափուլերում մեզնից յուրաքանչյուրն իր ծառայության ժամանակահատվածն ունի։ Լավագույն օրինակ էր իմ համար իմ հայրիկը, հատկապես նրա նպատակասլացությունը եւ մասնագիտական այլ գիտելիքները, որ ինքը ձեռք էր բերել տարիների ընթացքում։ Ծառայում էի ուսումնական ստորաբաժանումում կազմում եւ ինձ թվում է այդ միջավայրը նաեւ դրդեց ինձ, որպես ես իմ մանկության տարիներին ձևավորված երազանքը իրականացնեմ։ Ասել է, թե մենք ժամանակի մեջ պարզապես միջնորդներ ենք, մեզ ժառանգվածը գալիքին փոխանցելու պատասխանատվությունն ուսած։ Սա առավել քան դիպուկ է զինվոր գաղափարի համար։ Զինվորը ծառայում է տվյալ պահին, բայց հանուն հավերժական գաղափարի։ Հայրենիքն է, որ հավերժ է եւ այն միշտ կարիք ունի պաշտպանված լինելու։ Հետևաբար այդ գործը պետք է անպայման ավանդվի հայրերից որդիներին։ Գուցե իր արդեն իմ թոռը իր երեխեն նույն գործը շարունակի, դա արդեն դինաստիա է դառնում։ Դա վատ չի, իսկ երբ որ այդպես ցեղում ինչ-որ այդպես դինաստիա է, այդպես ընտանիքով, դա ավելի ոնց որ լավ մասնագետներ են էլի առաջանում որպես կարգ։ Միանշանակ կարելի ասել, որ առանձնահատկություններ կարգապահություն է ընտանիքի մեջ, որովհետև այդ զինվորական դաստիարակությունը այդ ամենը փոխանցվում է, էլի։ Տիգրանը գուցեև ունենար երաժիշտի փայլուն կարիերա, սակայն դեռ մանուկ հասակից մտապատկերում վառ է մնացել հոր կերպարը, որ իր ընկալումներում զինվորականի ամենաիսկական տիպար է, երկրի պետականության ու հարազատ ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցությամբ, բարձր արժանապատվությամբ։ Կապ չունի, որ իմ հայրը գնդապետ է, ես տարբերություն չեմ դնում։ Այսինքն, եթե հայրս պետք է գնդապետ լինի, ես պետք է ինչ-որ տարբերվեմ ուրիշներից ինչ-որ բանով։ Ոչ, պետք է իմ ուժերով հասնեմ ամեն ինչին։ Իմ որդուն կցանկանա իր ընդհանրապես եւ զինվորական կարիերան եւ իր կյանքը դրսևորվի, որ ինքը ինչ-որ գագաթներին հասնի։ Այն ինչ-որ ինքը ցանկանում է, որ այդ ամեն ինչը լինի ու իհարկե ցանկանում է, որ ինքը շատ լավ մասնագետ լինի իր գործի։ Առայժմ Տիգրան Երիոմինը ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտ է, ապագայի մասին դեռ խոսել չի ցանկանում։ Հիմա առաջնայինը կրթվելն է, վստահեցնում է կանի առավելագույնը, որպեսզի հորից, ավագ ընկերներից, դասախոսներից ու հրամանատարներից իրեն փոխանցվող գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնի հայրենիքի բարօրությանը։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։